Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել են Սիամանթոյի անվան համար 162 միջնակարգ դպրոցի շրջանավարտներ Անահիտ Փիրումյանը եւ Սարգիս Հաբեշյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Նախ եկեք պատմեք ինչ զգացողություններ ունեք որպես շրջանավարտներ, քանի որ երեք տեղի ունեցավ ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը։ Զգացողությունները դեռ խառն են, կարելի ասել ամեն ինչ եռում է մեր մեջ, դեռ չենք հասկանում, որ արդեն ավարտել ենք եւ տպավորություն է, որ կրկին սեպտեմբերի 1-ին գնալու ենք դպրոց մեր դասընկերների հետ եւ ողջունելու ենք մեր ուսուցիչներին։ Զգացողությունները առանձնապես հակասակի են եւ ուրախ ենք, որ ավարտել ենք այս 9 տարիների փորձությունները եւ միևնույն ժամանակ ինչ-որ անորոշության զգացմունք կա։ Քանի որ դպրոցն ավարտելուց հետո պետք է նոր միջավայր ընկնել, պետք է հարմարվել այդ միջավայրին եւ հակասական շատ զգացմունքներ կան։ Բայց երեխեք ընդհանուր վախ կա ձեր մեջ, որ դպրոցը ավարտելուց հետո դուք գիտակցում եք, որ արդեն անցնում եք կյանքի այնպիսի մի նոր փուլ, որտեղ պետքա կարևոր որոշում կայացնեք արդեն հետագայում ձեր մասնագիտական ուղին շարունակելու համար։ Ինչ եք ընդհանրապես մտածում, ինչպես պետքա ձեր հաջորդ քայլերը լինի ու շուտ եք սկսել մտածել արդեն այն որ պլանավորել եք, թե այս վերջին շրջանում եք ավելի կամային դարձել։ Դե կարծում եմ մի փոքր վախ բոլորիս մոտ էլ կա, բայց այն խորհուրդները, որոնք մեզ տվել են մեր ուսուցիչները եւ ծնողները, մենք կարծում եմ կհիշենք եւ ճիշտ որոշումներ կկայացնենք, դեռ հստակ ինչ որ որոշումներ չեմ կայացրել, կարծում եմ, որ իմ ուսուցիչները եւ ծնողները կօգնեն ինձ այդ հարցում։ Ճիշտ ասած ես ավելի շուտ էի պատասխանատու մոտեցել այդ հարցին եւ մասնագիտական ընտրության հարցին դեռ ես ավելի խորը ծանոթացել եմ 8-րդ դասարանում եւ այդ պայից սկսած ես որոշել էի արդեն իմ մասնագիտությունը տեսնել ծրագրավորման մեջ եւ արդեն 8-րդ դասանից ես որոշել էի թե որտեղ եմ գնալու դպրոցից հետո ինչ ավագ դպրոց, հետո ինչ համալսարան, որտեղ եմ շարունակելու կրթությունս եւ ինչ է հանգելու այդ ամեն ինչը։ Մենք միշտ մտածում ենք, որ մենք մենակ ենք այդ որոշումները կայացնում, բայց միշտ մեր ծնողները մեզ աջակցում են իրենց խորհուրդներով, ինչպիսի տեղ ունի նաև ծնողների դերը ձեզ համար ու արդյոք ծնողների որոշումները դոմինանտացվում են ձեր որոշումների վրա, թե դուք կարողանում եք օրինակ ավելի իրար հետ համաձայնություն գալ ու ձեր ցանկություններն էլ են առաջ գնում, բայց նաև ծնողինն եք կարողանում հաշվի առնել։ Դե ծնողների առաջարկներն ու խորհուրդները միշտ ընդունում ենք, բոլորս կարծում եմ, քանի որ նրանք կյանքի մեծ փորձ ունեն եւ ճիշտ խորհուրդներ կտան մեզ հաստատ։ Օրինակ իմ պարագայում հայրիկս է շատ օգնում եւ ավելի շատ ուղղություն է տալիս դեպի իրավաբանության կողմ, որը ինձ եւս շատ է դուր գալիս եւ հիմնականում դրա այդ կողմի վրա եմ զարգացնում իմ ամեն ինչը։ Չգիտեմ, կարծում եմ մնացածը կտեսնենք ապագայում, բոլորի խորհուրդները հաշվի եմ առնում անպայման։ Մանապես այդ հարցում չի կարելի չհաշվել ծնողների կարծիքը, նրանք շատ մեծ կենսափորձ ունեն եւ նրանց ձայնը այս հարցում շատ կարեւոր է, սակայն մարդ պետք է ունենա նաեւ իր սեփական կարծիքը, ինքը պետք է հասկանա թե ինչ ոլորտում է նրա մոտ շատ մեծ հաջողություններ սպասվում, ինչ հեռանկարներ նա ունի եւ այդ ոլորտում էլ պետք է զարգացնի իր հմտությունները, ունակությունները, առաջ գնա այդ ոլորտով, այսինքն պետք է հաշվի առնել երկու գործոններն։ Մեզ հաճախ թվում է, որ դպրոցական տարիները շատ շուտ են անցնում, բայց երբ որ ետ ենք նայում, տեսնում ենք, որ 9 տարի մենք սովորում ենք մի օջախում ու կարելի ասել ամեն օր գնում ենք այնտեղ, մեր օրվա մեծ մասը այնտեղ ենք անցկացնում, ինչը չեք մոռանա, ինչն է ձեզ համար հիշարժան այս 9 տարիների ընթացքում դպրոցական կյանքի այդ շրջափուլում։ Բաժանվելը շատ դժվար է դպրոցից, նախնշեմ դա, եւ ընկերների հետ բաժանումն ենք ծանր տանում եւ ուսուցիչների, տնօրինության բոլորի հետ, քանի որ 9 տարի սովորելով այս դպրոցում կարելի ասել ընտելացվել ենք այդ միջավայրին։ Կարծում եմ, որ այս 9 տարիների փորձից մենք երբեք չենք մոռանա մեր ուսուցիչներին, նրանց տված խորհուրդները, այն միջոցառումները, որոնց մենք մասնակցել ենք եւ ամեն ինչը կապված է մեր դպրոցի հետ։
Այո, այդ 9 տարիների ընթացքում մեր ուսուցիչները ձևավորել են մեր աշխարհայացքը, մեր սովորությունները, նրանցից ենք մենք օրինակ վերցրել, նրանց կարծիքն ենք մենք հաշվի առել այդ 9 տարիների ընթացքում, դպրոցը իրավամբ այդ 9 տարիների ընթացքում դարձել է մեր երկրորդ տունը, որտեղ անցկացրել ենք մեր ժամանակի ահռելի մասը եւ որը մեծ հետք է թողել մեր կյանքի վրա, մեր հոգեբանության եւ մեր հետագա արարքների։ Ինչպես դուք նշեցիք, արդեն դուք դառնում եք դասարանով ընտանիք եւ շատ դժվար է բաժանվելը, բայց քանի որ ես էլ եմ անցել այդ տարիները, ինքս գիտեմ, որ դպրոցը ոչ միայն ընկերություն է, ընտանիք է, այլ նաեւ շատ է մրցակցությունը եւ ինչպես է եղել ընդհանրապես դասարանի ներսում սոցիալիզացվելը, կարողանալ երեխաների հետ շփում ավելի ճիշտ կազմակերպել, որովհետեւ գիտենք, որ երբ որ հասնում ենք որևէ փուլերում հաջողության ու նշեմ, որ դուք երկուսդ էլ բավականին հաջողությունների եք հասել, բավական դժվար է երեխաների հետ ճիշտ շփվելը։ Ինչպես է եղել դասարանի հետ հարաբերությունների լավացումը, ջերմացումը։ Դե իհարկե խնդիրներ եղել են, վիճել ենք, բայց բարիշել ենք իհարկե։ Հիմա շատ դժվար է իրենց հետ բաժանվելը, անկեղծ բոլորին շատ եմ սիրում եւ կուզեի իմ ուսումը շարունակել նրանց հետ։ Չգիտեմ, բաժանումը ինձ համար շատ դժվար է օրինակ։ Այո, 9 տարիների ընթացքում հնարավոր չէ, որ դասանցների հետ որևէ կոնֆլիկտներ չլինեն, տարաձայնություններ միշտ էլ լինում են, դա նորմալ է, սովորական երևույթ է, բոլոր դասաններում էլ հանդիպում է, սակայն վերջին օրերին դու հասկանում ես, որ այդ ամեն ինչը այդքան էլ կարևոր չէր, որ այդ 9 տարիների ընթացքում ինչքան կարևոր էր բարեկամական հարաբերությունները կառուցելը բոլորի հետ, որ ցավոք սրտի այդ 9 տարիները արդեն ավարտվում են եւ դու քո դասարանցիներին այդ նույն կարող է չտենաս եւ կարող է տենաս, բայց ոչ նույն հաջողությամբ ինչ որ առաջ, որ ձեր հարաբերությունները արդեն մոտենում են ավարտին։ Ինչն էր ձեզ համար ամենաբարդ հաղթահարելին դպրոցական շրջանում, որովհետև բացի լավ պահերից մենք նաև ունենում ենք դժվար պահեր, երբ որ կոտրվում ենք, երբ որ ինչ-որ մի բան չի ստացվում, ինչն է ձեզ նաև մոտիվացվել, որպեսզի դուք կարողանաք առաջ ընթանալ։ Կարծում եմ դասատուներն են հենց մեր ուսուցիչներն են եղել մեր մոտիվացումը, նրանց խորհուրդները, նրանց խնդիրների լուծումները մեզ մոտիվացրել են եւ այն շեմը, որին որ մենք եղել ենք, նրանք ստիպել են, որ մենք ել ավելի բարձրանանք այդ շեմից եւ արդյունքում էլ մենք հասել ենք հենց այստեղ կարելի է ասել։ Մոտիվացման աղբյուրները շատ են եղել, ինչպես նշեցինք ուսուցիչները, որոնք մեծ դեր են խաղացել այդ 9 տարիների ընթացքում մեր ձգտմանը սովորելու, ինքնակատարելագործվելու, նաև եղել են լավ սովորող դասարանցիները, դասընկերները, ովքեր իրենց սովորելով օրինակ են տվել եւ հասկացել, որ սովորելը ամենևին էլ ամոթ բան չէ, վատ բան չէ եւ պետք է ընդհակառակը ձգտել ինչքան կարելի է շատ սովորելուն, ինքնակատարելագործվելուն, նաև դա եղել են արդեն դպրոցն ավարտած լավ սովորած երեխաները, ընկերները, ովքեր նույնպես պնդել են, որ լավ սովորելը միշտ հանգեցնում է լավ աշխատանքին գտնելուն, որ լավ սովորելով դու կարողանում ես կյանքում կայանալ եւ ինչ-որ բանի հասնել։ Սարգիսի պատասխանից իմ մոտ մի հատ հարց առաջացավ, միշտ իմ դպրոցական տարիների ընթացքում էլ եղել էր այն կարծրատիպը, որ սովորելը շատերի մոտ, հիմնականում ավելի շատ տղաների մոտ, դա ամոթ է, տղաները չպետք է սովորեն, կամ դասարանցիները, կողքի դասարանցիները միշտ ծիծաղով էին մոտենում, երբ որ տղաները լավ էին սովորում, կարծում եմ այսօր նաև խնդիրը մի քիչ աղջիկների մոտ էլ է հանդիպում, ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ, ոնց կարելի է այս դժվարությունը հաղթահարել։ Սովորելը երբեք ամոթ չէ, դա նշեմ նախ, բոլորս պետք է սովորենք, որովհետև դրա միջոցով ենք մենք դառնում իսկական մարդ եւ ունենում այն բոլոր արժեքները, ինչը հատուկ են մարդուն։ Կարծում եմ ոչ մեկի խոսքին, եթե խոսքը վերաբերվում է հենց ուսուցման այդ ամոթ զգացմանը, պետք է ուշադրություն չդարձնել, քանի որ ոչ բոլորի կարծիքն է, որ բոլորիս համար պետք է ինչ-որ նշանակություն ունենա եւ պետք է զբաղվել ինքնաուսուցմամբ, այսինքն սովորել, որ ուրիշների կարծիքը քեզ համար կարևոր չէ ընդհանրապես եւ դու պետք է սովորես հասնելու քո նպատակին։ Այո, սովորելը մեծ նշանակություն ունի ոչ միայն
քո մասնագիտական կայացման համար, այլ նաև կյանքի շատ ասպեկտներում, հարցերում մարդիկ սովորելով կրթություն են ստանում, նաև կրթում են իրենց հոգին, նաև նրանք սովորելու ընթացքում ձեռք են բերում շատ ծանոթություններ, ընկերներ, որոնք շատ օգտակար են լինում կյանքի ընթացքում։ Սովորելը երբեք վնասակար չի եղել, իսկ լրացուցիչ սովորելը առավել եւս, եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ սովորելը ամոթ բան է, իրենք եւս կյանքի իրենց ավարտին շատ հասկանում են, որ ինչ մեծ սխալ են գործել, որ սովորելը երբեք վատ բան չի եղել եւ այդ 9 տարիների ընթացքում նրանք մեծ բան են բաց թողել, չսովորելով իրենց դասերը։ Ես եւս եղել եմ սիամանթողական եւ մենք զրուցում էինք հաղորդումից առաջ ուսուցիչների վերաբերյալ, ունեմ շատ սիրելի ուսուցիչներ եւ բոլոր ուսուցիչներն էլ ինձ համար շատ կարեւոր են, բայց ցանկանում եմ իմանալ ինչ դեր է ունեցել հենց ուսուցիչը ձեր կյանքում, ընդհանրապես ինչ դեր է ունենում դասարանի համար ուսուցիչը։ Մեծ դեր, կարելի ասել նրանք մի մեծ հետք են թողնում մեր ապագայի վրա, լավ հետք, եւ նրանց ամեն մի դասը կարելի ասել, որ մեզ համար կյանքի դաս է, կարող ենք պատկերացնել նաեւ այսպես, որ ուսուցիչները ծաղիկներն են, իսկ մենք մեղուները, ամեն անգամ նրանցից վերցնելով այդ հատկությունը նրանց, մենք տանում ենք եւ ստանում ենք բարիք, մեղր, որը մենք հետո օգտագործելու ենք, այսինքն հնարավոր է, որ այս տարիների ընթացքում մենք չտեսնենք այդ բարիքը, բայց հետո անպայման քաղելու ենք դա, ես այդպես եմ կարծում։ Նման կարծիք ունեմ նաև ես, ուսուցիչները իրենց 9 տարիների ընթացքում մեզ են փոխանցում իրենց փորձը, իրենց գիտելիքները, թե ոչ ամեն ինչը, բայց գոնե մի մասը եւ այդ մասը յուրացնելով մենք արդեն ինքնակատարելագործվում ենք, շատ կարեւոր դասեր են քաղում, որոնք պիտանի են ոչ միայն այդ 9 տարիների ընթացքում, այլ նաև հետագա ամբողջ կյանքի ընթացքում եւ նաև քաղում ենք նրանցից խորհուրդներ, որոնք պետք են լինում ոչ միայն մասնագիտության մեջ, ոչ միայն գործնական կյանքում, այլ նաև առօրյա կյանքում եւ իմանալով այդ խորհուրդները մարդիկ խուսափում են սխալներից եւ իրենց կյանքը դասավորում են ավելի ճիշտ եւ երջանիկ։ Այսօր գիտենք, որ հիմնականում շատ են տարածվել տարբեր նորություններ, երբ որ կոնֆլիկտներ է տեղ ունենում ուսուցչի եւ աշակերտների միջեւ։ Ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ, երբ որ թեկուզ լինում են կոնֆլիկտներ, որոնք անխուսափելի չեն, քանի որ հասկանում ենք, որ մարդկային հարաբերությունների մեջ դա բնական երևույթ է։ Ինչ եք փորձում անել եւ որն է այն ճիշտ վարքագիծը, որ պետք է մենք դրսեւորենք։ Նախ հարգանք ուսուցչի նկատմամբ, ինչ էլ որ ասի ուսուցիչը, աշակերտը իրավունք չունի պատասխանել ուսուցչին, քանի որ այդտեղ կա աշակերտ եւ ուսուցիչ փոխհարաբերություն եւ դրա չափը չի կարելի անցնել, այսինքն աշակերտը պետք է լինի միշտ իր դերում, ինչ էլ որ կասի ուսուցիչը պետք է լուռ լսել, քանի որ դրա անգամ վիրավորանքը, եթե այդպես են ասում, ինչ որ մի նշանակություն ունի մեր կյանքում, որ հաստատ չենք սխալվի հետո։ Ուսուցչի ասածը ինչքան էլ վիրավորական կհնչի, պետք է ընդունել, քանի որ այդ մարդը, ինչպես է հետագայում կհամոզվենք, նա իրավացի էր, մեծ տարիների փորձ ուներ եւ մեզ ամենևին էլ չէր ցանկանում սխալ ճամփի վրա դնել, այլ հակառակը փորձում էր շտկել մեր սխալները, թերությունները, կարգավորել մեր կյանքը եւ նրա տված խորհուրդները կարող են պատանեկական տարիքում հնչել շատ վիրավորական, սակայն դրանք պետք է ընդունել սառնասրտորեն առանց պատասխանելու, դա հարգանքի նշան է պարզապես։ Քանի որ բոլորս էլ ասում ենք, որ մենք բոլոր ուսուցիչներին սիրում ենք, բայց ունենք այն առանձնահատուկ յուրահատուկ ուսուցիչը, որին մենք շատ ենք սիրում, որովհետև մեր կյանքում ունեցել է կարևոր տեղ դեր կամ մեզ ինչ-որ մի բան է սովորեցրել, ով է այն ուսուցիչը, ում մասին կարող եք հիշել, պատմել եւ ինչ է նա ձեզ սովորեցնել, ինչ դեր ունի ձեր կյանքում։ Ես անձամբ սիրում եմ իմ բոլոր ուսուցիչներին, այդպես առանձին ոչ մեկին չեմ համեմատում, քանի որ բոլորին էլ ինչ որ յուրովի հատկանիշ կա, որ ինձ գերում է, կարելի է այսպես ասել, չգիտեմ, կարծում եմ բոլորին, անվանական ոչինչ չեմ կարող նշել։ Ես էլ սիրում եմ ոչ հավասարապես, բայց էլի բոլոր ուսուցիչներին, ճշող մեծամասնությանը։ Սա ավելի անկեղծ։ Եթե կոնկրետ ուսուցչի անուն նշեմ,
ապա դա իմ դասվարն է, ով 3 տարի նես դաստիարակել է տարական դպրոցում, հասկանում եմ ինչքան դժվար է եղել դա նրա համար, որտեվ տարական դպրոցում սովորում են դեռ չձևավորված դեռ ոչ ամուր բանականությամբ երեխաները, որոնք դեռ շատ սխալներ են կատարում եւ չեն հասկանում հաճախ թե ինչ են կատարում եւ առանձնապես պատասխանատու է դասվարի գործը եւ նա է հիմքը դնում երեխաների հոգեբանության, նրանց արարքների եւ այնուհետեւ փոխանցում է երեխաներին, դասղեկներին, որոնք միջնակարգ դպրոցում ավելի են նրանց մեջ կատարելագործում է, խտացնում է նրանց բնավորության գծերը եւ այսինքն դասվարի վրա է հենց հիմնական պատասխանատվությունը ապագա երեխայի հոգեբանության եւ նրա հոգեբանական գծերի դա մեծ դեր է խաղում Դպրոցում հիմնականում մենք բացի դաս սովորելուց նաև ունենում ենք պահեր, երբ որ բավականին խելահեղություններ ենք թույլ տալիս եւ սա մեր կյանքի անբաժան մասն է, ինչքան էլ մենք գիտենք, որ կան բաներ, որ չի կարելի, բայց մենք միշտ օրինակ, չգիտեմ, համախմբվում ենք դասարանով ու նույնը անում ենք, օրինակ ես հիշում եմ, որ մենք դասարանով եղել է դեպք, որ փախչել ենք, իհարկե կտենեն իմ ուսուցիչները, որ սա հիշատակում եմ, բայց դա անպակաս է ինձ թվում է, ինչ կհիշեք դուք ձեր դպրոցական տարիներից, որ թեկուզ դա չի եղել օրենքի սահմաններում, բայց ձեզ ավելի համախմբող դեր է ունեցել ձեզ եւ ձեր դասարանի կյանքում։ Դե 10 րոպեանոց դասամիջոցներն են հիմնականում շատ հետաքրքիր անցնում, կան նաև դասընթացների ժամանակ կատարվող իրադարձություններ, հենց այն խոսակցությունները, որ մեր մեջ լինում են հումորային, զվարճալի, դրանք կարծում եմ ամենահիշարժանն են մեր կյանքում։ Ես օրինակ երբեք չեմ մոռանա, թե ինչ խելահեղություններ ենք մենք արել այսքան տարիների ընթացքում։ Նմանապես մեր դասամիջոցներին էլ աստված գիտի ինչեր են կատարում նաև մենք նույնպես դասից փախչել ենք մի քանի անգամ մեր անհաջող փորձերը որոնք նույնպես ծիծաղալի են եւ ամենածիծաղալին նա էր որ դա կատարվում էր մեր պատուհանների առաջ եւ մեր դասղեկը անձամբ էր ներկա գտնվում ոնց ենք փորձում դասից փախչել Նաև եղել են առանձնապես ծիծաղելի դեպքեր, օրինակ թե ինչպես մի անգամ մեր դասընկերներից մեկը մտավ չէր ուզում անցկացնել աշխարհագրության դասը, նա մտավ պահարանի մեջ, որ ամբողջ 45 րոպե, բայց վերջը ամենևին նրան բռնեցին եւ պարզ է նա այդքան էլ լավ նախանձելի վիճակում չէր Վստահ եմ 45 րոպե պահարանում մնալն էլ նախանձելի իրավիճակում չի եղել։ Նա կարմրել էր ամբողջովին եւ շնչում էր այդ խողովակի միջոցով։ Իսկ ընդհանրապես ձեզ համար ինչ է կրթված լինելը, երբ որ դուք մեկին տեսնում եք, օրինակ ինչու կասեք, տվյալ մարդը կրթված մարդ է։ Ինչ հատկանիշներ պետք է ունենա։ Նախ կրթությունը մեզ թևեր է տալիս, որպեսզի մենք թռչենք շատ բարձր, եթե դու լավ ուսում ես ստացել, լավ կրթություն ես ստացել, ուրեմն դու կարող ես հասնել մեծ հաջողությունների։ Ինչով ենք մենք նկատում մարդը կրթված է թե ոչ, նախ նրա խոսելաձևից, պահելաձևից, եթե մարդը գիտի էթիկայի կանոնները եւ զրուցելուց նկատում ենք, որ նա բավականին տեղեկացված է տարբեր թեմաներով, ապա ակնհայտ է, որ այդ տվյալ մարդը բավականին կրթված է։ Իսկ դու ինչ կասես Սարգիս ջան։ Տարբեր կրիտերիաներ կան դա որոշելու համար, նույնպես պահելաձևը եւ խոսքը շատ կարեւոր դեր են խաղում մարդուն ուսումնասիրելու հարցում, ուսումնասիրելով թե մարդը ինչ բառեր է օգտագործում, ինչ լեքսիկոն է օգտագործում իր առօրյա խոսքում, շատ բան կարելի է իմանալ նրա մասին, պահելաձևը նույնպես տարբեր իրավիճակներում իհարկե մարդը տարբեր ձև է իրեն պահում, սակայն կոնկրետ իրավիճակում ուսումնասիրելով մարդուն մենք կարող ենք որոշակի ենթադրություններ անել նրա մասին, նրա պահելաձևի, նրա բարոյական արժեքների եւ տարբեր բաների մասին։ Իսկ ամենաշատը ինչ կկարոտեք դպրոցում, որ պահերն է, որ կհիշեք ու միշտ տենց այդպես ջերմությամբ ձեր սրտում կմնա։ Կարծում եմ հենց դասամիջոցները, որովհետև շատ հետաքրքիր են անցնում։ Ամեն մեկը ինչ որ մի հումոր, ինչ որ մի արարք զվարճեցնում է այդ 45 րոպե նստել լսելուց հետո շատ հավես է կարելի ասել, որ նման իրադարձություններ են տեղի ունենում։ Ես երբեք չեմ մոռանա իմ դասընկերներին հատկապես եւ ուսուցիչներին, որովհետև նրանց բոլորին շատ եմ սիրում։
Շատ բաներ կան, որոնք չէի հնարավոր չէ մոռանալ դպրոցում, նույնպես դասամիջոցները, մեր պատանեկական շատ կատակները, կռիվները եւ նմանատիպ այլ բաներ, դրանք շատ թվում են հիմա ծիծաղելի, երբ արդեն նայում ես դրանց մեծահասակի աչքերով, սակայն այն տարիքում դրանք մենք լուրջ ենք ընդունում եւ մոտենում ենք դրան ավելի ուրիշ շանկյունից, չեմ մոռանա ուսուցիչներին, որոնց նկատմամբ որոնց դու կապվում ես այդ 9 տարիների ընթացքում, ինչքան էլ նրանք թերություններ ունենային, նրանք այն մարդիկ էին, ովքեր նրանք ցանկանում էին մեր լավը եւ կարծում եմ, որ բաժանվելով մեզանից նրանք շատ տխրում էին։ Իսկ դուք որպես այդ շրջափուլերով անցած, ինչ օրենք կփոխեք կամ ինչ նորամուծություն կմտցնեք դպրոցում, որը կարծում եք, որ դա անելով ավելի լավ արդյունքի կհասնեիք կամ դպրոցը ավելի լավ մակարդակում կգտնվեր։ Այս պահին միակ ցանկությունը որ կա, դա ուսումը շարունակելն է նույն դպրոցում եւ դասընկերների հետ։ Նորից նշեմ, որ շատ կապված ենք դպրոցի հետ, իրար հետ։ Նախ կուզեի, որ դասղեկը նույնը մնար, որովհետեւ շատ ենք սիրում մեր դասղեկին եւ միշտ մեր կողքին է կանգնում։ Կարծում եմ այդպես բոլորիս շատ լավ կլիներ եւ եթե միասին շարունակենք, ամուր ընկերությունը նորից կշարունակել մնար։ Մեկ օր լինելով տնօրեն ես կփոխեի մի քանի կարևոր բաներ, օրինակ դասերի ֆորմատը, մի փոքր կրճատեի դասաժամի տևողությունը 45 րոպեից 35 կամ 30 րոպեի, դպրոցի ենթակառուցվածքը մի փոքր կվերակառուցեի, սարքավորումների քանակը կշատացնեի, կբարեկարգեի որոշ կաբինետներ, օրինակ ֆիզիկայի, քիմիայի կամ ինֆորմատիկայի, կփոխեի դասերի նկատմամբ մոտեցումը, ուսուցիչների մեթոդները, դասավանդման եւ այլ բաներ, այնքան դա շատ լայն ոլորտ է, որի մասին կարելի է ժամերով խոսել։ Նաև խոսենք հայրենասիրության մասին, քանի որ լավ ապագայում մասնագետ, ինչպես նաև լավ մարդ դառնալու համար պետք է լինեք առաջինը հայրենասեր մարդիկ։ Ինչ է ձեզ համար հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը շատ կարևոր մարդկային հատկանիշ է, որը մեր մեջ է մտնում դեռ շատ փոքր ժամանակվանից եւ դա մեր մեջ սերմացնում են մեր ծնողները։ Հետո գնալով դպրոց մեր ուսուցիչներն են ստեղծում այդ սերը մեր հայրենիքի հանդեպ եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սիամանթոյական այժմ բոլորը հայրենասերներ են եւ նրանք կփոխեն մեր հայրենիքում այն ամենը, ինչը որ կբարելավի հայրենիքի վիճակը։ Կարծում եմ, որ բոլորը պետք է լինեն հայրենասեր, քանի որ ունենք նման երկիր, ինչպիսին մեր Հայաստանն է։ Հայրենասիրությունը հոգեբանական վիճակ է, որի ժամանակ դու քո անձը նվիրում ես քո հայրենիքին, ամեն ինչ անում ես նրա համար, քո գործունեությունը ուղղում ես նրան, որ քո հայրենիքը ծաղկի, վերել կապրի, կարճ ասած դու ամեն ինչ անում ես հայրենիքիդ համար։ Հայրենասիրությունը դա մի բան է, որը իծնե չէ գալիս է դաստիարակությունից, միջավայրից եւ մարդը սովորելով դպրոցում որտեղ դաս են տալիս հայրենասեր ուսուցիչներ, բնականաբար իր մեջ սերմանում է, որոնք իր մեջ սերմանում են հայրենասիրական զգացմունքներ, հայրենասիրություն եւ նա արդեն այդ տարիքից հաստատ գիտի թե ինչ է նա դառնալու, թե ինչին է նվիրելու իր կյանքը եւ պատրաստ է իրագործելու դա անկախ ամեն ինչից։ Նաև եթե դուք ունենեք հնարավորություն լինելու երկրի ղեկավարի դերում, ստանձնելու օրինակ վարչապետի պաշտոնը եւ որոշումներ կայացնելու, որոնք կլինեին այն որոշումները, որը կլիներ այն քաղաքականությունը, որը դուք կարծում եք վարելով կարող էր տանել դեպի զարգացման։ Նախ կրթությունը ավելի կխստացնեի, կպարտադրեի, որ բոլորը սովորեին, որովհետև դա շատ կարևոր է մեր հայրենիքի ապագայի համար, որ սովորողները շատ լինեն եւ լինեն գիտակից մարդիկ, կավելացնեի աշխատատեղերը կարծում եմ, քանի որ հիմա մի փոքր խնդիր է բոլորի մոտ առաջացել եւ այն ամենը, ինչը որ կփոխեր մեր երկրի վիճակը, կփորձեի կամաց դրանք բոլորը իրականացնել։
Կրթական ոլորտը դա այնպիսի ոլորտ է, որտեղ շատ բարեփոխումներ է դեռ պետք կատարել եւ Հայաստանը գտնվում է կարծես թե դրա ճամփին, նույնպես կշատացնեի էլի աշխատատեղերը, կբարձրացնեի մի փոքր ուսուցչի աշխատավարձը, որպեսզի ավելի հետաքրքրված մարդիկ գային դպրոց, որպեսզի կրթության մակարդակը գոնե մի փոքր բարձրանար, քանի որ ամբողջ երկրում նկատվում է իրավիճակ, որ ուսուցիչները չեն հետաքրքրված իրենց մասնագիտության մեջ եւ ցավոք սրտի դրանից էլ իջնում է կրթության մակարդակը, ուրիշ գործ ավելի կրթական ոլորտը կդարձնեի ավելի պատվաբեր ոլորտ, այսինքն կֆինանսավորեի այն ավելի շատ, այն կդարձնեի ավելի ռազմավարական ոլորտ, կրթության ոլորտում կկատարի նաև մի շարք այլ բարեփոխումներ, օրինակ կրկին ենթակառուցվածքը կշատացնեի, շենքերի քանակը, կփոխեի դասավանդման մեթոդները եւ ընդհանուր առմամբ երկրում այլ բարեփոխումներ կձեռնարկեի, որոնք կհանգեցնեին վրան, որ Հայաստանում կրթությունը կդառնար ոլորտ, որը ավելի պատվաբեր է եւ որի մեջ ներգրաված են ավելի շատ մարդիկ։ Վստահ եմ, որ այս հաղորդումը նաև դիտելու է ձեր ուսուցիչները, ձեր ընկերները, ինչպես նաև ընտանիքի անդամները, եւ ինչ ուղերձ կցանկանաք ուղղել նրանց այս հաղորդման շրջանակների շրջանում։ Նախ շնորհակալություն կհայտնեմ բոլորին իմ կողքին գտնվելու եւ ինձ միշտ աջակցելու համար, շնորհակալ եմ բոլորին եւ բոլորին անգամ հեռուստադիտողներին կցանկանամ, որպեսզի սովորեն, զբաղվեն ինքնակրթությամբ, քանի որ կհասնեք ձեր բոլոր նպատակներին եւ քանի որ դա շատ կարեւոր է նաեւ մեր երկրի համար, չգիտեմ, կարեւորը սովորելն է կարծում եմ։ Իմ ուղերձը նախ եւ առաջ կցանկանայի, որ աշակերտները, որոնք դիտում են սա, նրանք ավելի պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ուսմանը, ավելի հարգանքով վերաբերվեն իրենց ուսուցիչներին, ավելի պատասխանատվությամբ սովորեն իրենց դասերը, ավելի վստահորեն քայլեր ձեռնարկեին իրենց մասնագիտության ընտրության գործում, իսկ ուսուցիչներին կցանկանայի, որ նրանք նույնպես հասկանան, ըմբռնումով մոտենային իրենց աշակերտներին, չընկճվեն երբեք, փոքր ավելի սիրալիր մոտենային եւ ընկերական հարաբերություններ կառուցեն իրենց աշակերտների հետ։ Ես էլ իմ ուղերձն եմ ցանկանում հղել իմ սիրելի ուսուցիչներին, վստահ եմ, որ նրանք դիտելու են հաղորդումը, ցանկանում եմ ասել, որ շնորհակալ եմ այն բոլոր գիտելիքների, ինչպես նաև արժեքների համար, որոնք դուք տվել եք մեզ եւ կարողացել եք դաստիարակել եւ դարձնել այն անձիկ, որոնք այսօր մենք կանք։ Բացի այդ նաև շնորհակալ եմ ցանկանում լինել իմ բոլոր դասընկերներին, ովքեր ինձ սովորեցրին, թե ինչ է իրական ընկերությունը եւ ինչ է նշանակում, երբ որ դու կապվում ես մի մարդկանց հետ եւ նրանք դառնում են քեզ համար ոչ թե սովորական մարդիկ, այլև ընտանիք, ում դու հիշում ես նույնիսկ տարիներ անց։ Դե ինչ երեխաներ, շնորհակալ եմ շատ այսօր մեզ հյուրընկալվելու համար, վստահ եմ, որ ձեր հետագա ապագա կյանքը բավականին գունեղ է լինելու։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալ ենք։